Ապրիլի 12-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է ապատեղեկատվություն եւ փաստեր հանրային ընկալումները ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության շուրջ խորագրով սեմինար քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 25 զանգվածային լրատվության միջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար, ընդգծելով, որ նման ձևաչափով բազմակողմ քննարկումները հնարավորություն են տալիս ոչ միայն վերհանել խնդիրներ, այլև ներկայացնել անհրաժեշտ պարզաբանումներ, ապահովելով առավել ամբողջական պատկերացում ոլորտային գործընթացների վերաբերյալ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման մեխանիզմներին, նախարարության ռազմավարական հաղորդակցությանը, ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ծառայողների պատրաստման գործընթացին, կարողությունների զարգացմանը եւ ոլորտային այլ ուղղություններին։ Արփինե Սարգսյանը պատասխանել է նախարարության բարեփոխումների օրակարգին, ինչպես նաեւ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության գործունեությանը վերաբերող հարցերին, ներկայացնելով ընթացիկ ծրագրերը եւ դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող հաշվետու արդյունավետ եւ գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում եւ փրկարար ծառայությունում ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ԵԱՀԿ-ի, ինչպես նաեւ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության կողմից։ Ապրիլի 13-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրապ Լեպիտեի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Ղազարյանն ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության մանդատի ներքո իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում լիտվական կողմի փորձագիտական աջակցությունը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա ծառայություններում ներքին անվտանգության համակարգի արդիականացման ուղղված ռազմավարական ուղղությունները, իրականացված ծավալուն աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։ Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործընթացին։ Արմեն Ղազարյանը նշել է, որ առաջիկայում կմեկնարկի միջազգային չափանիշներին համապատասխան նոր սերնդի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկումը, ինչը վճռորոշ քայլ է տվյալների անվտանգության ապահովման եւ անձնագրային համակարգի կատարելագործման տեսանկյունից։ Փոխնախարարը ներկայացրել է նաև 112 օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի գործունեության առանձնահատկությունները, նշելով, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող այդ կենտրոնը թույլ է տալիս ապահովել արտակարգ պատահարներին արձագանքման առավելագույն օպերատիվություն եւ ծառայությունների միջև արդյունավետ փոխգործակցություն։ Կողմերը քննարկել են նաև սահմանային վերահսկողության ինտեգրված կառավարման նոր մոդելի, կրթական բաղադրիչի վերափոխման, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարին եւ իրավախախտումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ գործիքակազմի ներդրման հեռանկարները։ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, մասնավորապես Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումները վկայում են ոստիկանության հանդեպ հանրային վստահության զգալի աճի եւ դժգոհության ցուցանիշների նվազման մասին, ինչը ոլորտային բարեփոխումների արդյունավետության գլխավոր ապացույցն է։ Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրապ Լեպիտեն բարձր գնահատելով ներքին գործերի նախարարության թվայնացման եւ արդիականացման օրակարգը, վերահաստատել է երկկողմ համագործակցությունն ընդլայնելու լիտվական կողմի պատրաստակամությունը։ Մարտի 25-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ 4 հաղորդում ստացվեց։ Գողություններից երկուսը կատարվել էր Դավթաշենի 3-րդ թաղամասում։ Գողացել էին Toyota եւ Subaru Magnish-ի մեքենաների համարանիշերը, թողնելով Տելեգրամյան ալիքի հասցե։ Գողության 2 դեպք էլ կատարվել էր Անաստաս Միկոյան փողոցում։ Գողացել էին BMW եւ Toyota Magnish-ի մեքենաների համարանիշերը, դարձյալ թողնելով Տելեգրամյան ալիքի հասցե։ 4 դեպքով էլ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ բաժնի եւ համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է Երևանի 37-ամյա բնակիչը։ Ապրիլի 8-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Կողոնը հայտնաբերվել է, նախաքննությունը շարունակվում է։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։
Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։